Վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված երախտիկս նախ ուզում եմ նաև ընդգծված հայտնել լրագրողական համայնքի ներկայացուցիչ Լիա Սարգսյանին, ով փութաջան աշխատանք է իրականացնում անընդհատ լուսաբանելով խախտումները, եւ մենք դրանք եւս արձանագրում ենք առանձին փաթեթային կերպով իրավական վերլուծություններով ներկայացնելու ենք այդ խախտումները, արդեն կան արձանագրված վարչական իրավախախտումներ, նաև քրեական օրենսգրքի տրամաբանությամբ հանցակազմի ենթադրող արարքներ, օրինակ հենց մեր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ասում է, որ ընտրությունների նշանակման օրվանից ի վեր վարչական ռեսուրսի շահարկումը կամ նվիրատվությունը, բարեգործությունը, որը որոշակիորեն կարող է առնչվել ընտրությունների մասնակիցների հետ, համարվում է քրեորեն պատժելի արարք։ Ունեցել ենք արդեն դեպք, երբ բարեգործության անվան ներքո հավաք է տեղի ունեցել Վաղարշաբաթի համայնքի գյուղերից մեկում եւ հրապարակայնորեն երեխաներից մեկին բավականին խոշոր գումար է հանձնվել։ Այստեղ կարծում եմ, որ լրագրողի հրապարակումը ու տեսանյութը պետք է իրավապահների համար հանցագործության հաղորդման հիմք հանդիսանային եւ մենք հետեւողական կլինենք արդյոք այդ գործընթացին ընթացք տրվել է իրավապահների կողմից։ Վարչական ռեսուրսների չարաշահում է տեղի ունեցել Կա էլի արձանագրված տեսանյութ, որ հավաքներից մեկում քաղաքացիներից մեկը նշում է, որ ինքը գյուղապետարանի աշխատակից է եւ իրեն հորդորել են մասնակցելու կոնկրետ տեխնացուի համար հրավիրված հավաքին։ Ունենք արձանագրված իրավիճակ, երբ քաղաքապետարանի աշխատակիցները կոնկրետ տեխնացուի, բարձ է, որ տեխնացուի համար պաստառ են փակցնում, սա եւս կոպիտ խախտում է, որովհետեւ ակնհայտ կերպով վարչական ռեսուրս են շահարկում։ Մի խոսքով կրկին կոռելացիա համադրությունը, որ Գյումրու հետ էլ տանենք, ընտրախախտումների հետ կապված նաև այսպիսի իրավիճակ կա, որ ես մի շարք ընտրախախտումներ չեմ բարձրաձայնել, որովհետև չենք ունեցել փաստական հանգամանքներ, այսինքն համատարած մի քանի աղբյուրից քաղաքացիները թե ինձ, թե մեր դիտորդական առաքելության այլ ներկայացուցիչներին, օրինակ Գյումրու դեպքերով կհիշեք հայտնի շրջանառվում էր տեղեկատվություն, որ կաշառքը բաժանվում, բայց կաշառքը բաժանվում է շահումով խաղերով, application-ների, հատուկ հավելվածների միջոցով։ Օրինակ այդ տեղեկատվությունը ստանալով ես չեմ հրապարակել, որովհետև այդպես էլ փաստական հանգամանք ինձ չներկայացրեցին եւ չունենք հանցագործության հաղորդման համար անհրաժեշտ քանակի հիմքեր, բայց իմ գործընկերը գիտակից հասարակության կենտրոնը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն Գյումրու ընտրությունների ժամանակ այդ 20 օրվա միջակայքում արդյոք Գյումրու տարածքում եղել է որևէ կոնկրետ ընկերության շահումով խաղերի, նոր հավելվածների գրանցումներ, նոր օգտատերերի եւ արդյոք եղել է համաչափություն այդ ջեքփոթերի կամ այլ ձևաչափով նույնականակ գումարի իրենց տրամադրման։ Հիմա մինչ օրս արդեն ամիսներ են անցել, այդ հարցմանը պատասխան չի ներկայացվել իրավապահ մարմինների կողմից, հարցումը ուղարկվում է տարբեր մարմինների, իրավապահների շրջանակներում, սա այլ արատավոր պրակտիկա է, որը առավել ընդգծվել է վերջին տարիներին, ունենալով պետական մարմինները պարտավորվածություն թե տեղեկատվության ազատության մասին օրենքով, թե մեր Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորվածություններով կոնկրետ ժամկետներում պատասխանելու հարցումներին, թե լրատվամիջոցների, թե հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների շատ հաճախ առանց անգամ արձագանքման ձեռնպահ են մնում այդ պաշտոնական հարցումներին պատասխան ներկայացնելուց։ Հիմա նույնաբնույթ իրավիճակ ունենք եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ այդ պատասխանով պետք է կանխորոշվեր նաեւ հետագայում, օրինակ Վաղարշաբաթ համայնքում օրինակ եղել է այդպիսի արատավոր պրակտիկա եւ եթե հաստատող հանգամանքներ են ի հայտ գալու, արդյոք իրավապահ մարմինները իրականացնելու են անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ, որպեսզի Վաղարշաբաթ համայնքի ընտրություններին նույնաբնույթ արատավոր պրակտիկան չկրկնվի։ Նաև ընդգծեմ, որ մեր բոլորիս համատեղ աշխատանքը թե դիտորդական առաքելությունների, թե ընտրական գործընթացում ներգրաված այլ մարմինների կլինեն դրանք հանձնաժողովի անդամները, քարտուղարը, վստահված անձինք եւ ամենակարևորը ձեր գլխավորությամբ զանգվածային լրատվության միջոցների, սրանով մենք կայացնում ենք ընտրական
համակարգը մեր երկրում եւ սա լրջագույն հանրային վերահսկողության ինստիտուտ է գործարկում ու պատահական չէ, որ երկրներում իրենց ժողովրդավարության, իրենց իրավական կայունության գլխավոր չափորոշիչներից մեկը տվյալ երկրում ազատ ընտրությունների իրականացման տրված գնահատականն է ու կայացված համակարգն է։ Հիմա մեզ մոտ կրկին ընդգծում եմ նույն Գյումրու համատեքստում ունենք արձանագրված խախտումներ, ինձ համար մղիչ ուժ է, որ մշտապես այս գործունեությունը արդիական պահեմ եղել է 2021 թվականի ընտրությունները, որովհետև էլի կրկնում եմ, մոտ 3 տասնյակ գործընկերներիս հետ համակիր քաղաքացիների, նաև ընդգծեմ, որ մեր քաղաքացիները իրենց դիմումներով են միանում ինձ, մեր կազմակերպությանը, ինձ համար որպես կանոն անծանոթ մարդիկ են լինում, գիտակից եւ ներգրաված քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ են, որոնք ովքեր ուզում են իրենց ներկայությամբ վերահսկեն այս պրոցեսները ու կանխարգել են ենթադրելի խախտումները։ Մենք կազմակերպում ենք դասընթացներ, մարդկանց տալիս ենք այդ գիտելիքները իրավահեն, որպեսզի իրենք կարողանան դիտորդություն իրականացնեն։ Ու կրկին ընդգծում եմ, 21 թվականին բավականին շատ էին մարզային ահազանգերը, անհամաչափ շատ էին եւ ինձ համար որպես քաղաքացի, որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ հոգեպես շատ դժվար էր չհասցնել ստուգիչ վերստուգիչ գործողություններ անել, չհասցնել աջակցել մարդկանց, ովքեր լուրջ մտահոգությամբ ու անհանգստացած զանգում էին, տարբեր իրավիճակներ էին խախտումների ներկայացնում։ Կրկին ու նաև ընդգծեմ, ունենալով արդեն Գյումրու դրական նախադեպը, թե ինչ արդյունք կարելի է տալ, եթե մենք համամասնորեն ենք գործընթացը վերահսկում, հիմա մենք այս անգամ էլ ներկա ենք գտնվելու Վաղարշապատում արկա է 47 տեղամասային կենտրոն, Էջմիածին քաղաք եւ հարակից գյուղերում, բոլոր տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացվածություն, ունենալու ենք շրջիկ դիտորդներ, ովքեր պարբերաբար այցեր են կատարելու եւ կոչս է մեր քաղաքացիներին եւ այս պարագայում հատկապես Վաղարշապատ համայնքի ընտրական իրավունք ունեցող անձանց ահազանգելու, մեզ հետ կապ հաստատելու, մեր տվյալները սոցիալական ցանցերում կան, մեր կազմակերպության անձամբ միջոցով մեր դիտորդների տվյալներն կհրապարակվեն։ Եթե արձանագրում եք մտահոգիչ իրավիճակ, տեղեկատվություն եք ստանում, ըստ որը ձեր պատկերացմամբ միջամտություն է ընտրական գործընթացին, խնդրում ենք անմիջապես դիմել մեզ կամ անգամ եթե ձեր կարծիքով ընտրախախտում է տեղի ունենում ու դուք չեք կարողանում տալ գնահատական, արդյոք դա խախտում է թե ոչ, կրկին կարող եք դիմել մեզ, մենք կտրամադրենք իրավական խորհրդատվություն եւ կուղղորդենք ու կարձանագրենք, եթե դա օրենքի տրամաբանությամբ խախտում է